Սիրելի հեռուստադիտողներ, եթերում կրկին քաղաքական զրույցներ հաղորդաշարն է եւ ես Խաչատյան Արտուրս այսօր հրավիրել եմ տնտեսագետ, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ, տվյալ Կոմ կազմակերպության ղեկավար Աղասի Թավադյանին։ Եվ Աղասիի հետ մենք այսօր զրուցելու ենք աշխատաշուկայի մասին, աշխատավարձերի մասին, այսինքն մեր հանրության բարեկեցության եւ բարեկեցության բաշխման մասին։ Ինչքան են մարդիկ լավ ապրում, արդյոք բոլորն են լավ ապրում, ինչքանով են իրարից լավ կամ վատ ապրում։ Գաղտնիք չի եւ բոլորիս տեսանելի է, որ ընտրությունների նախաշեմին իշխանությունները փորձում են ներկայանալ որպես բարի, խաղաղասեր, ժողովրդավար եւ հմուտ կառավարիչներ, ում կառավարման օրոք ոչ միայն երկրում ադրբեջանական զավթիչների արկայության պայմաններում խաղաղությունը, այլ նաեւ մարդիկ ավելի լավ են ապրում եւ շատ հաճախ կարող ենք դսել թվեր, թե ուրեմն աշխատատեղերն են շատացել, 600,000-ից բարձրացրեցին, հիմա հասցել են 700,000-ն են անցկացրել, մարդկանց աշխատավարձերն են բարձրացրել եւ թվերը, որոնք հնչում են, միջին աշխատավարձը 300,000 դրամ եւ ավելի։ Եւ Հայաստանում չգտնվող որևէ մեկի համար կամ առանձնացված ինչ-որ մեկի համար կարող է տպավորություն ստեղծվել, թե միջին աշխատավարձ նշանակում է այդ այն աշխատավարձն է, որը կամ դրա մոտ ինչ-որ մի գումար ստանում է բնակչության միական հատված։ Ես դեռ անցյալ տարի աշնանը հարցում ուղարկեցի կառավարություն, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, պետական եկամուտների կոմիտե, վիճակագրական կոմիտե, փորձելով հասկանալ վերջը մենք ինչքան վարձու աշխատող ունենք, ինչքան աշխատատեղ կա Հայաստանում, որ ասում են աշխատատեղերը շատացել են։ Եվ աշխատավարձերի բաշխումը, աշխատավարձերը միայն միջինով չես կարող աշխատավարձերի մասին պատկերացում ունենալ։ Պետք է հասկանանք, քանի մարդ է միջինը ստանում, ամենահաճախ հանդիպող աշխատավարձը, եթե աշխատավարձերը շարենք փոքրից մեծ այն մեջտեղի աշխատավարձը ինչքան կլինի, վերջը բաշխումը, որ հասկանանք, լավ է 300,000-ից ավել քանի մարդ է ստանում, 300,000-ից պակաս քանի մարդ է ստանում եւ շատ հետաքրքիր եւ միևնույն ժամանակ հիասթափեցնող պատասխաններ ստացա մեր պետական տածյաններից։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը գոնե անցյալ տարի աշնան այդ տվյալները չուներ եւ հղում կատարեց պետական եկամուտների կոմիտեի վրա։ Պետական եկամուտների կոմիտեի վրա հղում կատարեց նաեւ վիճակագրական կոմիտեն, թե իրանց հիմքը ՊԵԿ-ից ստացված տվյալներ են։ Ամենահետաքրքիրը սակայն պետական եկամուտների կոմիտեի պատասխանն է, որ իրանք աշխատատեղերի միջին աշխատավարձի եւ ընդհանրապես աշխատավարձի մասին հստակ տեղեկություններ չունեն։ Իրանք ունեն հարկման բազայի մասին տեղեկություններ։ Այսինքն, եթե մի հոգին աշխատում է երկու տեղ, իրանք դա դիտում են որպես երկու հարկման բազա եւ երկու աշխատող։ Ես կատակով ասեմ, ես ազգային ժողովում եմ աշխատում, 3 տեղ դաս եմ տալիս քաղաքական պայմանագրերով եւ ինձ կարող են դիտել որպես 4 աշխատող։ Տարբեր ամիսներին տարբեր թվով աշխատող, բայց ամեն դեպքում ստացվում է ես եւ ուրիշներն աշխատում են, կառավարությունը վիճակագրությունն է բարելավում։ Եվ ինչևէ, ուրեմն հարկման բազայի հետ կապված, այսինքն այն եկամուտը, որ մարդիկ ստանում են, ինչ պատկեր ունենք։ Ուրեմն 0-ից մինչև 100,000, այսինքն մինչև 100,000 դրամ ստանում էր անցյալ տարվա աշնան տվյալներով 176,465 մարդ, 23%։ 101,000-ից 200,000, 277,236, 200,001-ից մինչև 300,000, 119,647։ Ամեն դեպքում ստացվում է, որ միջին աշխատավարձից, այդ 300,000-ից մի քիչ ավել աշխատավարձից ավել ստանում է բնակչության ընդամենը 25%-ը։ Այսինքն 4-ից 3-ը
ստանում են միջին աշխատավարձից քիչ գումար։ Եվ մեր հայրենակիցների ամենամեծ այն խումբը 100-ից մինչև 200,000 ստացող մարդիկ են, 277,236։ Այսինքն այդ միջին աշխատավարձը բլեֆը, ընդհանրապես բլեֆ է, պարզ էլեմենտար մանիպուլյացիա։ Այնպես որ, գիտեք, սիրելի տիկնայք, երբ ձեր ամուսինը գալիս է տուն եւ ասում է աշխատավարձս 270,000 է, պետք չի բորբոքվել եւ ասել այդ ոնց եղավ Նիկոլ Փաշինյանն ասում է 330,000, դու ոնց ես այդքան քիչ ստանում, եւ դա իհարկե նաեւ տղամարդկանց էլ է վերաբերում, մի ասեք կանայք ինչի են քիչ ստանում, 75%-ը միջին աշխատավարձից քիչ է ստանում։ Եվ ընդհանրապես աշխատավարձերի պատկերը այս իշխանությանը չի հետաքրքրում։ Իրանք ուղղակի պարզ թվաբանություն են անում։ Եվ ահա, պարոն Թավադյան, քանի որ դուք սիրում եք թվերով, նշեմ, որ ես թվերի մասնագետ եմ, իմ կայքն էլ է դրա մասին խոսում տվյալ կետքով, սակայն ես քաղաքականությունից հեռու մարդ եմ։ Դուք թվերի Զուտ փաստերով թվերով կխոսանք մենք իրականում, որտեվ առաջին հերթին հասկանանք այդ 300,000 դրամ աշխատավարձը թվաբանորեն ոնց է ձևավորվում, եւ եթե թվեր իրար գումարենք, իրականում այդ թիվը կստանանք, բայց հասկանանք ոնց է այդ իրականում ձևավորվում։ Պարտության համար, եթե համեմատենք 2018-2025-26 թվականի հետ, պատկերացրեք 2018 թվականում Հայաստանում առկա էր 5 անձ, 5 հոգի, որոնք ստանում էին համապատասխանաբար 1, 2, 3, 4 եւ 5 դրամ։ Եթե այդ 5 թիվը գումարենք իրար 15, բաժանենք 5-ի, կստանանք 3, որը լինելու էր մեր 3, այսինքն միջին աշխատավարձը, նաեւ լինելու էր միջնաթիվը, այսինքն մեդիան աշխատավարձը։ Այս պահին նույն ժամանակ իրադրությունը փոփոխվել է, նույն 5 մարդիկ ստանում են 1, 2, 3, 4 եւ 10 դրամ։ Եվ եթե այդ թվերը գումարենք իրար, ստացվելու է 20 բաժանենք 5-ի, ստացվելու է 4։ Այսինքն մենք ունեցանք աճ 3 դրամ աշխատավարձից 4 դրամ աշխատավարձ։ Եվ ինչպես նաև ունեցանք հնայի աճ։ Սակայն ինչ ստացվեց, որ հարուստները ավելի հարստացան, որը քաշեց իր վրա աշխատավարձը։ Եթե նայենք պաշտոնական աշխատավարձերը, որը ստացվում է ՊԵԿ-ից, ապա կտեսնենք որոշակի ասիլիտ աշխատավարձ չի տալիս, պետք է տալիս է աշխատավարձ եւ հավասարված դրան հավասարեցված վճարներ, այսինքն Փաշինյանը խոսում է աշխատավարձի մասին, Պեկն ասում է այս թիվը չունեմ, ոչ էլ Վիճկովն է ասում, ոչ էլ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, պետք է հստակեցնենք։ Այսպես թե այնպես բոլոր աշխատավարձերի մասին հաշվետվությունները հանձնվում են ՊԵԿ եւ ՊԵԿ-ը այդ տվյալների բազան ունի, ընդհանուր բոլոր աշխատավարձերի տվյալների բազան ունի, որի հիման վրա հաշվարկվում է, սակայն միջինացված թվեր են մեզ տալիս, որոնց հիման վրա մենք որոշակի հաշվարկներ ենք անում, որոնք ես այս բանի ներկայացնում եմ։ Օրինակի համար, եթե մենք նայենք պաշտոնական տվյալները, ապա բանկային ոլորտում միջին աշխատավարձը 18 թվականին 350,000 դրամ էր, որը ասենք ակնկալելի արդյունք է մեր հեռուստատողների համար, սակայն այս պահին գրեթե 1 միլիոն դրամ է, այսինքն վերջին տվյալներով 930,000 դրամ է բանկային ոլորտում։ Եվ այստեղ զարմանք կարող է առաջանալ ոնց որ մեր ունկնդիրների հանդեպ, ոնց բանկային ոլորտում այդքան մեծ պաշտոնական աշխատավարձ է, բայց իրականությունը այն է, որ որոշ պատճառներով, որոնցից մեկը Ռուսաստանից մեծ քանակությամբ կապիտալի ներհոսք եղավ, բանկային ոլորտի աշխատավարձերը եւ այլ ոլորտների աշխատավարձերը երապատկվեցին, քառապատկվեցին։ Այսինքն, եթե բանկային ոլորտի գործադիրները մինչ 2018 թվականի մինչև 1.5 միլիոն դրամ էին իրենց աշխատավարձը գնում, նաեւ հաշվի առնելով եկամտահարկի մասին օրենքը, ապա եկամտահարկի մասին օրենքի փոփոխությունից եւ մեծ քանակությամբ եկամուտների ներհոսքից հետո հիմա իրանց գրում են 10 միլիոն եւ ավել աշխատավարձեր, որը բերում է միջինի ուռճացման։ Այսինքն մենք ունենք այնպիսի պատկեր, երբ որ հարուստները ավելի են հարստացել, որը բերել է հնայի աճ։ Այսինքն տեսեք, հարցը ինչու՞մ է, այդ միջինացուցանիշները կարող են խափող լինել, որտեղ իրանք չեն ասում հարստությունը որտեղ է կուտակվել, որովհետև մենք կարող ենք, ասենք 4 միջին աշխատավարձի 2 ձև հասնենք։ Երբ որ բոլորն են մեկական դրամով աճում, հենց որ մենք ունենք 2, 3, 4, 5, 6 աշխատավարձ 5 հոգու, որը միջինը գալիս է 4, կամ ունենք 1, 2, 3, 4 եւ 10։ Սա է հիմնական խնդիրը, նաեւ խնդիր կա
Ստեղ աշխատավարձային ֆոնդի հետ կապված, որը Փաշինյանի կառավարությունը սիրում է ընդգծել որպես հաջողություններից մեկը, որ տեսեք աշխատավարձային ֆոնդը ինչքան է աճել, այստեղ խնդիրն ինչու՞մ է կայանում, որ աշխատավարձային ֆոնդի 80%-ը գեներացվում է Երևան քաղաքում, այսինքն այստեղ էլ բավականին մեծ ասիմետրիա կա։ Եկեք տարածքային անհամաչափությունը մի վայրկյան կողք տնենք։ Լավ, դա շատ կարևոր խնդիր է, կանդրադառնանք նաև այդ հարցին։ Բայց երկու բան նստակեցնենք։ Առաջինը աշխատավարձի մասին որ խոսում ենք, տեսեք, ՊԵԿ-ը ստանում է Խաչատյան Արտոնն ինչքան եկամտային հարկ պետք է վճարի։ Լավ, եւ դա աշխատավարձ է, թե պրեմիա է, թե չգիտեմ, արձակուրդային է, իր համար դա տարբերություն չկա, դա սա խնդիրը, որ կառավարությունը խոսում է աշխատավարձի մասին, ոչ թե բոլոր այլ վճարումներով։ Դա մեկ։ Երկրորդը, Թավադյանը ճիշտ բան ասում, տեսեք, ես այդ անեկդոտը ազգային ժողովում եմ պատմել։ Ասում մեկը պատմում, ասում է նստած սրճարանում սուրճ էինք խմում, մեկ էլ Աբրամովիչը մտավ եւ միջնում բոլորս դարձանք միլիոնատեր։ Իսկն այդ խնդիրն է գալիս։ Մեկը արստացավ, բաժանում ես թվի վրա, ստացվում է որ բոլորը իրենց լավ են ապրել։ Բայց հարստության բաշխման եւ բարեկեցության հետ կապված մի ուրիշ խնդիր կա, որ երևի ճիշտ կլինի անդրադառնանք։ Երբ նայում ենք ուրեմն սղաճը երկրում, ապա առաջին անհրաժեշտության ապրանքների սղաճը ավելի մեծ է։ Եվ այն մարդիկ, ովքեր ստանում են ցածր աշխատավարձ, այդ մարդկանց վրա սղաճը շատ ավելի մեծ բացասական ազդեցություն է ունենում, քան թե նրանց վրա, ովքեր շատ փող են ստանում։ Եվ արդյունքում մենք ունենում ենք մի վիճակ, որ ոչ թե հարուստն ավելի հարստացավ, այն չհարուստը տենց էլ չհարուստ մնաց, այլ հարուստը շատ ավելի հարստացավ, իսկ չհարուստը գնալով ավելի աղքատանում է։ Սուրբ կտակարում այսպիսի ասույթ կա, որ հարուստները հարստանալու են, աղքատները էլ ավելի են աղքատանալու, որը մենք տեսնում ենք, ինչ վերաբերվում է գնաճին, նույն ինքը սղաճին, նա ասիմետրիկ է բաշխված տարբեր հասարակության խավերի միջև, այսինքն էլի դա միջինացված ցուցանիշ է հաշվի առնելով 400+ ապրանքների զամբյուղը եւ ցույց է տալիս այդ ապրանքների զամբյուղը միջինում ինչքան է աճել, բայց ոչ բոլոր խավերն են այդ ապրանքների զամբյուղից հավասար չափով օգտվում։ Այնտեղ 13 խումբ ապրանքներ կան, որոնք իրանց մեջ ներառում են օրինակ սննդամթերքը, տրանսպորտը եւ այլ ծառայությունները, բայց ասենք ցածր եկամուտներ ստանող խավը հիմնականում ծառայություններից չի օգտվում, որի եթե գները աճեն, ցածր խավի վրա չի անդրադառնա։ Այս պարագայում ցածր եկամուտներ ստացող խավի մոտ հիմնականում 50-60% իր ծախսի կազմում է սննդամթերքը, որը վերջին շրջանում հատկապես համեմատած բազային գնաճի բավականին մոտ 3 անգամ ավելի շատ, այսինքն գնաճի ազդեցությունը ցածր, ինչպես նաև միջին եկամուտներ ստացող խավը, որտեղ միջին եկամուտներ ստացող խավի մոտավորապես 30% է սննդամթերքը, 20% տրանսպորտը, որը նույնպես երկրորդ ամենաթանկացած ապրանքն է, այսինքն միջին խավը եւ ցածր եկամուտներ ստացող խավը շատ ավելի զգայուն են գնաճի հանդեպ եւ ավելի շատ են զգում, որովհետեւ օրինակ 2025 թվականի սկզբին թթվասերը մոտ 600 դրամ էր, հիմա 750-800 դրամ է։ Դա նույնիսկ ասենք զգայուն ապրանքը ցորենը, ալյուրը, մաքսակաղարոնը, մարտոֆիլը, ցորենը, որը ասենք այն ապրանքն է, որը միակ ապրանքն է, որը իրան ցածր եկամուտներ ստացող խավը կարող է թույլ տալ բավականին աճ է ապրել եւ նույնիսկ այս պարագայում նույնիսկ թոշակները ինդեքսավորված չեն Հայաստանի Հանրապետությունում, այսինքն ըստ գնաճի չենք բարձրացնում։ Շատ լավ, ասի դեպքում մի հատ հարց տանք, իսկ ում կարող են կոչել միջին խավ։ Այսինքն ընտանիքը, 4 հոգյանոց ընտանիքը, ինչքան փող պիտի ամսական ստանա, որ մենք կոչենք այդ ընտանիքին միջին խավ։ Տեսեք, ստեղ էլի միջինների տարբերությունը պիտի հասկացնենք, պիտի տարանջատենք ընտանիքի միջին աշխատավարձը ու միջին ընտանիքի աշխատավարձը։ Կառավարությունը հաշվարկում է ընտանիքի միջին աշխատավարձը, այսինքն գումարում է բոլոր հասանելի աշխատավարձները, որոնց մեջ մի քանի 10 միլիոն կա եւ այլն, գումարում է եւ ստանում է 300,000 դրամ։ Միջին ընտանիքի աշխատավարձը դա միջնակետն է, դա ցույց է տալիս այն ընտանիքը, որից 50% ավելի վերև է, 50% ավելի ներքև է։ Ես հաշվարկել եմ դա, հաշվի առնելով տարբեր
ոլորտներում գտնվող աշխատողների թիվ եւ միջին աշխատավարձը չբացատրեմ ստացել եմ կեղտոտով մոտավորապես 220,000 դրամ, եթե հանենք հարկերը եւ տուրքերը ստացվում է 170,000 դրամ։ Այսինքն միջին մարդը, որը Հայաստանի Հանրապետությունում, որից 50%-ը վերև են գտնում, 50%-ը ներքև է գտնում, 170,000 դրամով ամիս։ Միջինի նկատի ունեի ոչ թե միջինը, այո, 0-ից մինչև, ասենք, մինիմումից մաքսիմում դնենք միջնակետը գտնենք կամ բոլորը բաժանենք եւ ասենք գումարենք եւ բաժանենք թվի վրա, այլ միջին խավ, որ ասում ենք միջին խավը, օրինակ ինչքան մարդ պետք է աշխատավարձ ստանա, որ ասենք ինքը տեսեք, միջին աշխատող, միջին կյանքով ապրում։ Մենք նաեւ ունենք միջին խավի յուծման խնդիր։ Հասկացա, եկեք հասկանանք, 300,000 աշխատադրամ մարդ ընտանիքը որ ստանա, այո, կարող ենք համարենք, որ միջին խավ։ Տեսեք, ստեղ մի հոգի չի աշխատում, սովորաբար 2 հոգի են աշխատում եւ սա արդեն ընտանեկան եկամուտն է։ Տեսեք, բանը նաեւ Արմստատը, այսինքն պետական վիճակագրության կոմիտեն տալիս է հարցում տնային տնտեսությունների եկամուտների վերաբերյալ եւ դա ավելի լավ պատկեր է ստանում մեր տնային տնտեսությունները տարբեր տարածաշրջաններում ինչով են ապրում եւ միջին եկամուտը տնային տնտեսության ինչ է կատարվում եւ դա ի տարբերություն ասենք միջին աշխատավարձի տվյալների, որոնք կեղտոտ են, այսինքն միջև հարկումն են ներկայացված, իրանք արդեն ցույց է տալիս տարբեր աղբյուրներից կայացած եկամուտները այս տվյալների բազայում եւ ըստ այդ տվյալների բազայի միջին ընտանիքը ապրում է մոտավորապես 250,000 դրամով։ Շատ լավ։ Հիմա տեսեք 250,000 դրամ, տեսեք միջին ընտանիքը, այդ են կողնա որ ընտանիքի տնօրինվող եկամուտը։ Հիմա եթե 75%-ը մեր մոտ ստանում է 300,000-ից քիչ, դեպքում ասում որ 75% ընտանիքների մեր մոտ վատ է ապրում, որովհետև միջին խավ չի ձևավորվում։ Ես ասեմ համամիտ եմ այն պնդման հետ, որ միջին խավը դժվար է ձևավորվում Հայաստանի Հանրապետությունում, որովհետև այստեղ այդ խնդիրն էլ կա ասիմետրիայի, այս պահին բավականին մեծ քանակությամբ մարդիկ վանբանկ են գնացել եւ կամ հարստներ հարստացել են կամ վանբանկ են գնացել, որովհետև օրինակի համար այս պահին բավականին մեծ քանակությամբ մարդիկ առկա են, որոնք բանկային համակարգերում սև ցուցակի մեջ են, այսինքն ունեն ժամկետած չմարդված պարտավորություններ, Հայաստանի Հանրապետությունում 6-ից 1-ը սև ցուցակում է եւ մենք բոլորս ունենք ծանոթներ, բարեկամներ, որոնք մեզանից փող են խնդրում, եթե ուզում ենք քարտին փոխանցենք, ասում ենք չէ, մի փոխանցի, ինչի հարկադիրը կգա կտանի, արի ինձ փողը կանխիկով դուրս սպասի գամ։ Եվ դա մեծ խնդիր է ու մենք ունենք այնպիսի իրավիճակ, երբ որ հարուստները հարստացել են եւ ասենք մարդիկ TikTok-ով եւ այլ բաներով տեսնում են, որ մարդիկ լավ են ապրում, այդ թվերը հայտարարվում են, իրանք ասենք, չգիտեմ ոնց անեն, որ այդ թվերին հասնեն, ստիպված վաբանկ են գնում են վարկ են վերցնում, որ ցույց տան լավ են ապրում, որ շատ սխալ վարքագիծ է, գնում են, ասենք, խաղադրույքներ են անում եւ այլն, եւ ստիպված ասենք մնում են կոպիտ ասած լծի տակ եւ չեն կարողանում 100,000 դրամից ավել անցնել։ Եվ այդ թիվը, այսինքն աշխատունակ բնակչությունից 1-ից 6, երբ որտեղից է այդ թիվը, որովհետեւ այս ներկա կառավարությունը 2025 թվականի սկզբին հայտարարեց, որ 218,000 հոգի կա Հայաստանի Հանրապետությունում, որոնք մինչև 1 միլիոն դրամ ժամկետած պարտավորություններ ունեն բանկային համակարգում։ Եթե շեմը չդիտարկենք, ապա թիվը գալիս է մոտավորապես 300,000 հոգի, եթե Հայաստանում կա 2 միլիոն աշխատունակ բնակչություն, ապա մոտավորապես 1-ից 6-ը գալիս է, որ սև ցուցակի մեջ է Հայաստանի Հանրապետություն, եւ այդ թիվը օրեցօր աճում է։ Այո, ես իդեպ դամասներ էլի մի քանի հարցում զուգահեռ ուղարկել էի վարկային բեռի տակ գտնվող եւ ԴԱՀԿ թիրախ հանդիսացող մարդկանց մասին եւ այդ մարդիկ հոգեբանական, այսինքն տեսեք խնդիրի առաջել են գալիս, որտեվ այն մարդը, ովքեր բանկային լծի տակ է, ինքը չի կարող աչքերը
ներքևից հատակից վերև հանել եւ տեսնել հնարավորությունները եւ այդ մարդը չի կարողանա 100,000-ից ավել անցնել, որտեղ գտնվելու է ստվերի մեջ, ստվերի մեջ ստիպված աշխատելու է եւ օրեցօր, ասենք օրեցօրվա իր կարիքներն է կարողանալու հոգալ, այսինքն իր պոտենցիալը զրոյանում է, որը զուտ ասենք հասարակության տեսանկյունից այնքան էլ լավ չէ։ Դե տեսեք, եթե մենք ներեցնենք Հայաստանի բնակչությունը դիցուկ 4 ներողություն 3 միլիոն մարդ, համարենք, որ միջին ընտանիքը 4 հոգուց է բաղկացած, չնայած 402 է, բայց 4 հոգի վերցնենք, ասացի մենք ունենք 750,000 ընտանիք։ Բարձ մաթեմատիկա է։ Մենք ունենք 300,000-ից ավել անհուսալի վարկառու եւ իմ տվյալներով անհուսալի սպառողական վարկեր, որովհետեւ դա եթե գումարեն գյուղատնտեսական վարկեր, հիպոթեկային վարկեր, բիզնես վարկեր եւ այլն, ավելի մեծ կլինի այդ թիվը։ Եվ ստացվում է, որ ամեն 2 ընտանիքից մի ընտանիք, լավ, եթե ենթադրենք, որ մի հոգի այդ վարկառուն, ոչ թե երկուսն են անհուսալի վարկառու, կարող է լինի մի վիճակ, երբ ամեն 2 ընտանիքից մեկը անհուսալի վարկի տակ է։ Այո, եւ այս պայմաններում հավանականության տեսության կարող են գյուղեր լինել, որտեղ որոնք ամբողջությամբ վարկի տակ են։ Այո, հասկանալ փոքր վարկային կազմակերպություններ, որոնք գյուղերի երաշխավորությամբ էին տալիս եւ հաստատի բան, այնպես է ստացվում, եթե այդպիսի գյուղեր կան, այո, մեկը մյուսից պարտքով գումարը չի կարող վերցնել, որովհետեւ ոչ մեկ գումար չունի։ Դե դա էլ մյուս խնդիրն է գալիս, եթե մարդը 100,000 դրամի համար ընկել է սև ցուցակ եւ իրան բանկից են զանգում, ԴԱԿ-ից են զանգում, ով ասում ինքը չի կարող գտնել աշխատավարձ, ինքը չի կարող աշխատավարձ գտնել եւ այլն, բայց ինքը նշանակում է չունի մի ընկեր, ումից գնա խնդրի ասի ախպեր 100,000 դրամ տուր, այս ԴԱԿ-ից սև ցուցակից դուրս գա։ Հիմա այս պայմաններում ինչ բարեկեցության եւ երջանկության մասին կարող ենք խոսալ։ Երբ աշխատողների մեծ մասը ստանում է աշխատավարձ, որը բավարարում է իր միայն անմիջական կարիքների համար, չէ՞, տվել եմ ասում, եթե 300,000 դրամ է ստանում ընտանիքը 4 հոգուց բաղկացած, կոմունալները որ հանենք, հիպոթեկա հանենք, վարկերը հանենք, տնօրինվող եկամուտը շատ բանի չի երիկ։ Մարդիկ վարկերի տակ են, անհուսալի շատերը, եւ ինչպես կարող ենք բարեկեցիկ հասարակության մասին խոսել։ Եթե այո կան գյուղեր, որոնց մեծամասնությունը վարկի տակ են, գյուղեր կա, որտեղ կանխիկի շրջանառություն չկա, ոչ թե այն պատճառով, որ բոլորը քարտով են վճարում, այլ որովհետեւ այդ քարտին փոխարինումը մի հատ մատյան եւ բոլորը գրվում են, հետո ինչ որ խոպանից գալիս են, փակվում են կամ մի բան լինում է փակվում։ Ես ընդհանուր բարեկեցության մակարդակի մասին խոսենք նաեւ այս աշխատավարձեր, անհուսալի վարկեր, տարածքային անհամաչափություն, ասիմետրիայի տարածքային անհամաչափության մասին է խոսքը գնում հիմնականում, որովհետև պետք է հասկանալ մեր հասցման մեխանիզմը Հայաստանի Հանրապետությունում ոնց է տեղի ունեցել եւ ոնց ենք մենք ապահովել այսքան զգալի տնտեսական աճ։ 2022 թվականին բավականին մեծ քանակությամբ կապիտալ արտահոսեց Հայաստանի դեպի Հայաստան Ռուսաստանի Դաշնությունից, որի արդյունքում բանկային համակարգի զուտ շահույթը 22 թվականի 3 անգամ աճեց, որի արդյունքում նաև ունեցանք բանկային համակարգում մեծ աշխատավարձեր։ Այդ բանկային համակարգի այդ մեծ քանակությամբ կապիտալը, որ գեներացվել է 3 անգամ մեծացել, ինչ որ միտեղ պիտի գնա։ Հայաստանի Հանրապետությունում միակ ներդրման աղբյուրը հիմնական ներդրման աղբյուրը դա շինարարությունն է, արդյունաբերությունը չի, որտեղ ձեռք չի տալիս ինչ պատճառներով։ Գնաց շինարարություն, սնկի պես աճեցին այսքան տներ, որտեղ Երևանում, որտեղ հիմնականը Երևանում էր եկամտահարկի այդ վերադարձի օրենքը։ Անշարժ գույքի շուկան աճեց։ Սրան զուգահեռ, քանի որ մեծ քանակությամբ փողեր կուտակվեց, աճեց նաև ծառայությունների ոլորտը, քանի որ այդ մարդիկ ծառայությունների պահանջ սկսեցին զգալ եւ մենք ինչ ունեցանք, որ սկսեց զարգանալ Երևանը, նույնիսկ կնկնեմ աշխատավարձի ֆոնդի 80%-ը Երևանում է գեներացվում, առևտրի 80%-ը Երևանում է գրանցվում, ինչպես նաև վարկերի 80%-ը Երևանում է գրանցվում եւ ոչ միայն Երևանում, այլ Երևանի կենտրոնում, այսինքն հիմնական աճը ապահովում է Երևանի կենտրոնում, եթե հնայի ցուցանիշներով նայենք, ապա հնայի ցուցանիշներով էլի ՏՏ ոլորտն է եւ բանկային ոլորտն է, որոնք այս տարիների ընթացքում 3 եւ ավել անգամ աճել են։ Միակ ոլորտը, որ
ահա որ անկում է ապրել, դա գյուղատնտեսությունն է, որը 17.7%-ով 10 թվականից այս անկում է ապրել, որը խոսում է նրա մասին, դա հնայի մեջ ընդհանուր, որ գյուղատնտեսությունը ոչ միայն բարձր թողի վիճակում է, այլ մեր ծայրամասերը չորանում են կոպիտ ասած, եւ հիմնական աճը ապահովում է Երևանի կենտրոնում, եւ Երևանի կենտրոնում բացում են կաֆեներ, որը այդ շրջանառություն մեջ օգտվում են, սակայն սա շղթան բավականին խնդրահարույց է, որտեղ մեր հիմնական աճը ապահովում է տների գների աճով։ Եվ եթե տների գները աճը կանգնեն, շինարարությունը կանգնի, դրսից եկող գումարները կանգնի, սա բավականին խոցելի ազդակ կարող է հանդիսանալ ընդհանուր տնտեսության համար եւ տնտեսական անկման համար, որը վերջի վերջո վճարելու է հասարակ քաղաքացին ոչ թե վերին, այսինքն ոչ թե ամենահարուստ եկամուտներ ստանցող խավը։ Եվ սրան էլ գումարենք արտաքին հսկայական պարկ, Այո, որովհետև գոնե 26 թվականին պետական բյուջեի եկամտային մասը կազմելու է 3 տրիլիոն դրամ։ 1 տրիլիոն դրամը դուրս է գալիս վարկերի մայր գումարի եւ վարկերի սպասարկման վրա։ Այսինքն պատկերացրեք ընտանիք, որտեղ աշխատած ամեն 3 դրամից մի դրամը պարտք է դնում։ դե փաստացի Դուրս է գալիս ընտանիքից։ Դե փաստացի մեր պետության վիճակը եւ ընդհանուր վարկային վիճակը եւ միջին քաղաքացու վիճակը ինչ որ չափերով զուգահեռներ կարելի անցկացնել, որովհետեւ միջին քաղաքացին նույնպես մեծ քանակությամբ իր գումարների կարելի ասել 1/3-ը տալիս է վարկեր փակելուն, մեր պետական բյուջեից 1/10-ն է գնում վարկեր փակելուն։ Չէ, 1/10-ը չի գնում, ավել է գնում։ Ես էլ եմ ասում, մայր գումարի եւ տոկոսների վճարման վրա 26 թվականին 1 տրիլիոն է գնում։ Բայց այստեղ տեսեք ինչ հետևանք սա նույնպես կարող է ունենալ։ Հարուստը, որը չգիտեմ բնակության 1%, 2%, 3% նույնիսկ չէ, որ 30%-ը հարուստ է։ 1%, 2%, 3% այդ հարուստները, ուղղակի իրանք Rolls-Royce-երը երևացող են Opel-ների ֆոնի վրա, դրա համար տեն տպավորությունն է, որ ատես ինչքան հարուստ մարդ կա։ Դե հատկապես Երևանի կենտրոնում։ Եվ հատկապես են, որ ասենք թե դրանք կարող է հին լինեն եւ սիրուն են, բայց հին են։ Ինչևէ, ինչ եմ ուզում ասեմ, այսինքն այդ հարուստ մարդիկ իրանք կարող են իրենց թույլ տալ գնալ բուժվել թանկ հիվանդանոցներում, Հայաստանից դուրս գնան։ Այն խավը, որը սոցիալական աջակցության կարիք ունի իր առողջական կարիքները բավարարելու համար, այդ մարդու համար հասանելի գումարը պակասում է, որովհետև այն փողը, որը պիտի գնար սոցիալական կարիքների բավարարման, գնում է պարտքի սպասարկմանը, այն փողը, որը պիտի գնար կրթության որակի բարելավմանը, գնում է պարտքի 26 թվականի սպասարկմանը։ բյուջեն բավականին սոցիալական ուղղվածություն ունի հաշիվ պաշտպանական ծախսերի կրճատմանը, բայց այո, Չէ, ես պաշտպանման մասին եմ խոսում։ Իսկական հարուստը կարող է իր երեխային տա թանկ դպրոց, կարող է երեխային ուղարկի արտասահմանում սովորելու։ Նա ով որ չունի այդ կարող է միջոցը, օգտվել, ասենք 50,000, 500,000 դրամով գնալ ռեստորան Երևանի այո, կենտրոնում։ բայց նա ով որ չունի այդ գումարը, ինքը մնում է պետական դպրոցի հույսին, պետական բուհի հույսին, բայց քանի որ պետությունը պարտք է վերցրել եւ այդ պարտքի օգտագործման արդյունավետության մասին կառավարությունը չի խոսում։ Հիմնականում դա է արդյունավետությունն է պարտքի հայ Ես փորձել եմ հասկանամ լավ պարտքի արդյունավետությունը։ բանը ընդհանուր առմամբ ծախսերի արդյունավետությունը, պարտքի խնդիրն է, այ ծախսերի արդյունավետությունը։ Պարտքի ազդեցությունը տնտեսության վրա, չէ՞ թե զտես պարտքի, ինչքան կլինեն մեր տնտեսական աճը, այս 5.5% կլիներ, թե 2% կլիներ։ Եվ երկրորդը ծախսերի արդյունավետությունը, դա չկա, բայց մարդիկ, այսինքն պետությունը գնում է, իշխանությունը, կառավարությունը փող է վերցնում, 3 աշխատած դրամից մեկը տալիս է եւ բերը ընկնում է ոչ թե գալիք սերունդների վրա, այլ հենց այսօրվա մեր վրա եւ անհամաչափ ավելի մեծ ազդեցություն է ունենում հասարակության խոցելի համեստ եւ միջին կյանքով ապրող մարդկանց վրա։ Սա է վերջը։ Բարձ թվերը, որ համադրում ենք, չէ՞, կենտրոնացումը Երևանի կենտրոն, մարզերում աղքատության անհամեմատ ավելի բարձր մակարդակ, սղաճի ազդեցությունը համեստ ապրող մարդկանց վրա, նշանակում է ինչ։ Մենք ունենք թվեր, որը ամեն ձևի կարող ես նկարել, այդ Աբրամովիչի օրինակ։ Նկարել չես նկարում, սա պարզապես թվաբանությունն է, այսինքն դա է նկատի ունեմ։
Դա այն նկատեմ։ Թվերը որ նայում ես, այո, հա, տնտեսությունը Սենց ասել, միջինները չեն նկարում ամբողջական պատկերը։ դա ավելի ճիշտ է, որովհետև ինչ են ասում, չէ, մեր արտանումները աճեցին, ո՞վ ինչ լավ արտանումներն Ու ի աճել։ դեպ արտահանումների վերաբերյալ արտահանումները աճել են, գյուղատնտեսական արտահանումներ են աճել, սակայն գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը զգալի կրճատվել է։ Այո, այսքան են աճել։ Շատ քիչ աճել, որտեղ մեր արտահանումները աճում են ինչի հաշվին։ Ռուսաստան էքսպորտ, ռեէքսպորտ, ոսկին գալիս էր, ոսկին գնում էր։ Հետո այնտեղ հասկացան, որ իմաստ չունի, իրանց հարկային օրենսդրությունը փոխեցին, ոսկին ուղղակի գնում է երրորդ երկրներ, այլ ոչ թե Հայաստանի միջոցով։ Կամ այնտեղ մեքենաների հետ ուծիլ զբորը դրեցին, արևմուտքի փոխարեն արևելքից սկսեցին առնել, չէ, բայց ի՞նչ է նշանակում, այսքան նայում ես, ասում ես արտահանումը աճել է 50%-ով ենթադրենք։ Լավ, կամ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 10%-ով։ Այն տպավորությունն է, որ կա ինչ-որ մի տրանսլյացիոն մեխանիզմ, որ ես սկսել եմ 10% ավելի լավ ապրել, բայց իրականում գալիս գնում, թվերով դու ունես տնտեսական աճ, բայց մարդը, որ սառնանը բացում է, մանավանդ բնակչության մեծամասնությունը, որ համեստ է ապրում, ինքը այդ աճը չի տեսնում։ Անհայմատ ավելի քիչ է տեսնում, քան թե 10%, եթե տեսնում։ Իմ համոզմամբ ընկնում է։ Համաձայն եմ, մեդիան այստեղ հիմնական խնդիրը առաջնային այն է, որ կառավարությունը չի տրամադրում մեդիան ցուցանիշը, միջնակետի ցուցանիշը, մոլն է ցույց չի։ Սակայն այդ ցուցանիշը իրականում, ասենք, ես հաշվարկել եմ առանց թվերի, նորից ասեմ, հաշվարկվել են կշռված միջինի տրամաբանությամբ, հաշվի առնելով, որ տարբեր ոլորտներում տարբեր քանակի աշխատողներ կան եւ տարբեր ոլորտներում տարբեր աշխատավարձեր են տալիս, ըստ այդմ կշռված միջինը եւ կշռված մեդիանը կարելի է հաշվարկել, կշռված մեդիանը եւ ստացել եմ այնպիսի պատկեր, որ 2018 թվականից սկսած ներքին 10%, այսինքն ամենացածր եկամուտներ ստացող 10%-ը գրեթե աճ չի տեսել եւ 25% բնակչության 150 մոտավորապես 1000 դրամից ավելի քիչ է ստանում, դա կեղտոտ է, այսինքն եթե հանենք հարկեր турքերը, ստացվում է մոտ մի 100,000 դրամից ավելի քիչ է այդ բոլոր ինչքան 700,000 800,000 հոգի է, այսինքն եթե նայենք դրանցից 200,000 հոգին 25%-ը, մաքուրով 100,000 դրամից ավելի քիչ աշխատավարձով աշխատում են։ Դա է հենց ասում։ Եվ իրանց վրա էլ սղաճի բացասական ազդեցությունը շատ ավելի մեծ։ Դա բացասական ազդեցությունը ավելի մեծ է։ Իսկ 22-23 թվականի մասին որ ասեցիք, մեր շենքում եւ մեր թաղամասում շատացան ռուսները, իմ երեխաները սկսեցին ռուսերեն 22 թվականից սկսեցին ռուսերեն խոսել բակում խաղալու հետևանքով։ Նու ճիշտ է, ցանկալի կլիներ, որ մի քիչ այլ բառապաշար, այսինքն զտեին թե ինչ են սովորում, այդ մարդիկ եկան եւ գնացին։ Այո։ Նույնը մեր տնտեսության հետ տեղի ունեցավ, փողը եկավ եւ գնաց եւ չկապիտալիզացվեց։ Գնաց շինարարություն, նորից եմ ասում։ Բայց ոչ արտադրական միջոցների մեջ չմտավ։ Արտադրական միջոցների մեջ չմտավ, գնաց շինարարության վրա, հիմնականում բնականաշինության վրա, որը արդեն հասել է հագեցման կետին, արդեն հասել է հագեցման վերջին 1.5 տարվա ընթացքում կենտրոնում եւ հարաբկիրում գները չեն փոփոխվել, նույնիսկ որոշակի անկում են ապրել։ Եվ գործակների թիվն է պակաս։ Գործակների թիվը այսինքն դու ունես էական քանակության բնակարան, որոնք սա շատ վտանգավոր է, չեն վաճառվել դեռ, գները սկսում են ընկնել, եւ մենք ես չեմ ուզում հաղորդումը փակել այդ բարողշությամբ, որ կարող է մոտենանք այն վիճակում, որով ասկան Ամերիկա 2008 թվականների անշարժույթի ճգնաժամին, բայց այդ ռիսկը մենք այդ ռիսկը պիտի հաշվի առնել, այդ սցենարային ռիսկը։ Մանավանդ որ բանկերի պորտֆելի մեջ էլ մոտ 1/3 հիպոթեկային վարկերն են, չէ՞, մեր տնտեսությունն ինչ է, որ ունենք շինարարություն, անշարժույթի այդ գործարքներ, ֆինանսական հարաբերություն 2002 մինչև 2008 թիվը, երբ որ եղավ մեծ ֆինանսական ճգնաժամը, մեր բանկային պորտֆելներում, եթե չցալում 18% էր։ Հիմա էլի 33%, այսինքն ռիսկի մակարդակը էլ ավելի է բարձրացել։ Բայց ընդհանուր առմամբ դրականով պետք է ավարտել այս զրույցը մեր, ասենք ապագան անորոշ է եւ դժվար է ասել ինչ է բերելու եւ մենք չենք կարող կառավարել
մեզ շրջապատը հիմնական ինչ որ մենք կարող ենք կառավարել դա ինքներս մենք ենք առաջին հերթին ինքներս մենք վրա պիտի հույս դնենք եւ այստեղ երկու տրամաբանություն կա որը մարդը կարող է ապրել առաջինը դա այն է որ այսօր այսպես ասած ամեն ինչ անեն որ լավ զգա կարևոր չէ իմ ապագա եսը ինչ է լինելու ես չեմ այսպես ասած ես էական չէ այդ մարդով ինքը ինչ էլ ուզում է իր հետ կարևոր է սպայն ինձ լավ է եւ այդ մարդիկ ընկնում են բավականին հետագայում բավականին վատ վիճակում որովհետեւ իրանց ապագա եսի մասին չեն մտածում եւ կան մարդիկ երկու եսի տեսություն դասավորվում եւ կան մարդիկ որոնք հեռատես են եւ այս պահին ինչ որ մի բան զոհաբերում են լինի դա թեթևակի վարկ փագել լինի կամ պարտքերից ազատվել լինի դա ինչ որ մի բան որոնք այս պահին պիտի անեն երկաթգծերի հետ հանդիպել չեն զոհաբերում են հավելյալ ինչ որ հնարավորության համար որպեսզի իրանց ապագայի եսը ավելի լավ իրանց գա եւ հիմնական դասը երևի թե դա կլինի որ հույսներս առաջին հերթին մեզ վրա դնենք մեզ լավացնելով որպեսզի մեր ապագա եսը մեր ապագա ընտանիքը մեզանից շնորհակալ հայտնի շնորհակալություն հայտնի շատ լավ ստեղ իհարկե հարց է առաջանում կառավարությունը ինչի համար է եւ ինչքանով է ինքը օգնում որ իմ թե այսօրվա եսը եւ թե վաղվա եսը ավելի լավ ապրի որովհետեւ այսօրվա եսը շատերի համար անհամեմատ ավելի վատ է ապրում քան թե նախորդ տարիների եսը մանավանդ երբ աղքատության մասին ենք խոսում չէ կա բացարձակ աղքատություն եւ կա հարաբերական աղքատություն եւ հարաբերական աղքատությունը մարդու հոգեբանության վրա շատ ավելի ծանր ազդեցություն է թողնում համեմատվում ուրիշների հետ ավելի ծանր ազդեցություն է թողնում քան թե բացարձակ աղքատությունը ամեն դեպքում ծախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան այսօր ցուրտ է ձյուն է ձմեռ է բայց հուսանք որ կգա կբացվի արեգակը բացվել է շատ շնորհակալություն լավերն ընդունել եւ հետաքրքիր զրույցի համար սիրելի հեռուստադիտողներ այսօրվա մեր հաղորդման հյուրն էր տնտեսագետ տնտեսական գիտությունների թեկնածու դոցենտ տվյալ Get.com ընկերության ղեկավար տնօրեն հիմնադիր Աղասիթ Հավադյանը խոսեցինք բարեկեցության աշխատավարձերի եւ հարստության բաշխման մասին համաձայնվեցինք որ պատկերը այդքան էլ լուսավոր չէ բայց համաձայնվեցինք որ արևը կծագի կհանդիպենք երկու շաբաթ անց հաջողություն ձեզ